Բարի երեկո իմ սիրելի հետևորդներին, բարի երեկո ոչ լեգիտիմ ազգային ժողովի, ոչ լեգիտիմ ընդդիմությանը։ Արդեն քանի օր է դուք գտնվում եք ազգային ժողովում։ Եվ ես վստահ եմ, որ ինչպես ես, այնպես էլ դուք առավել ևս, ստացել եք շատ նամակներ ՀՀ քաղաքացիներից, որոնք ընտրել են ձեզ եւ այսօր մեծ հիասթափություն են ապրել ձեզանից։ Դրա մասին մենք ձեզ ահազանգում էինք, հորդորում էինք, տեղեկացնում էինք, բայց դուք չլսեցիք, ասեմ ավելին, սվիններով մոտեցաք մեր հորդորներին եւ որոշեցիք այնուամենայնիվ հայտնվել ձեր կողմից այդքան բաղձալի ազգային ժողովում եւ ազգային ժողովի շենքը եւ կառույցը հերթական անգամ դարավ կրկեսի, ոչ թե թաթերաբեմ, այլ այս անգամ կրկեսի բեմ։ Եվ այսօր, եթե կնկատեք, շատ հանրային, քաղաքական, բացի շարքային քաղաքացիներից, գործիչներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախագահներ, գրում եմ, որ նողկալի է այդ ամենը նայելը եւ իրենք չեն պատրաստվում եւս 5 տարի ականատես լինել այս կրկեսին, որի վառ ներկայացուցիչն եք նաեւ դուք։ Այսօր Կարապետյան Նարեկը հայտարարում է, թե իրենք անփորձ են։ Իրոք։ Բա որ անփորձ էիք, ինչի իրականում այդպես էր, ինչի մասին մենք էլ էինք ասում, որ անփորձ եք։ Այդ ինչ վստահությամբ էիք գնում իշխանությունը վերցնելու եւ ինչու էիք ժողովրդին տրամադրում, որ ամսի 7-ից հետո հունիսի Հայաստանի Հանրապետությունում այլևս Նիկոլ Փաշինյանը իշխանության չի լինելու եւ ՀՀ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը։ Խաբում էիք ժողովրդին։ Որովհետեւ երևի թե բան չի փոխվել, եթե այսօր անփորձ եք, հետևաբար այն ժամանակ առավել անփորձ եք եղել եւ վերջի վերջո հոյս ազգն ու երկիրը դատապարտված չի անընդհատ փորձադաշտ լինելու, քանի կար Նիկոլ Փաշինյանը եկավ յուր խմբակի հետ փորձ ձեռք բերեցին, արդյունքում հայրենիք կորցրեցինք։ Ընդ որում լավ էլ փորձառու են դարել, քաղաքական մաստեր կլաս են ցույց տալիս ազգային ժողովում։ Այսօր դուք եք հայտնվել, ասում եք փորձ չունենք, փորձ ձեռք կբերենք։ Ընդ որում հենց դուք եք, չէ՞ ասում, որ վիճակը օրհասական է, 300,000 ադրբեջանցի պատրաստվում են տեղափոխվել Հայաստան եւ մենք հայրենիք ենք կորցնում։ Հիմա բացատրեք ինձ, այս վիճակում որքանով է լուրջ ձեր արած հայտարարությունը։ Լավ, դուք բարոյականության, համոզմունքի պատասխանատվություն չունեք այս ազգի եւ ժողովրդի նկատմամբ։ Դեռ չեմ ասում, որ 8 տարի դուք եւ ձեր թիմակիցներից ոչ ոք քաղաքական գնահատական այս իշխանություններին չի տվել, ընդ որում ոչ էլ ձեր կուսակցության առաջնորդը։ Լավ, դեռ ինչքան եք որոշել այս երկիրը կրկեսի վերածել։ Լավ, դեռ ինչքան պետք է այս ազգը դիմանա թե դիմությանը եւ թե ընդդիմությանը։ Ես ձեզ անգամ այլևս թափման կոչ չեմ անում։ Ես պարզապես հերթական անգամ հորդորում եմ ձեզ ավելի զգույշ լինել ձեր հայտարարությունների մեջ եւ ձեր թիմակիցներին, որովհետեւ ի տարբերություն ձեզ, այս երկիրը մեր համար ոչ փորձադաշտ է, ոչ էլ մենք այլևս ժամանակ ունենք։ Եվ մենք 8 տարի է ամեն օր պայքարում ենք այս իշխանությունների դեմ, բայց ցավոք սրտի պարբերաբար հայտնվում են անփորձ խմբակներ, որոնք մսխում են ամբողջ պրոցեսը, որոնք խոստումներ են տալիս ամպագորգոր, մերկապարանոց, այնուհետև ասում են դե կներեք
մենք փորձ չունեինք, մենք քաղաքական գործիչներ չենք, բա որ քաղաքական գործիչներ չեք, ինչ եք անում քաղաքական դաշտում, գրողը տանին։ Զգուշ եղեք ձեր հայտարարությունների մեջ։ Այլևս ես չլսեմ, որ որևիցե մեկը ձեր թիմից պատերազմում մասնակցությունը շահարկի։ Ամոթ է, անհարմար է, անհարգի է դա։ Իսկ եթե ձեզ դուր է գալիս այս խեղկատակությունը, որը կատարվում է ազգային ժողովում, շարունակեք մասնակցել դրան։ Պարզապես այլևս մի ակնկալեք, որ դուք ունեք հանրային աջակցություն, որովհետև դուք այլևս չունեք հանրային աջակցություն։ Եվ երբեմն էլ ձեզ գրված և ուղղված նամակները կարդացեք, որովհետև ես ստանում եմ անթիվ բողոքներ, որ դուք չեք արձագանքում ձեզ մանդատի տեր դարձրած քաղաքացիներին։ Առայժմ այսքանը։ Հաճելի երեկո եմ մաղթում, սիրելի հետևորդներ ձեզ, հուսով եմ, որ այս խեղկատակությունը շուտով կավարտվի։